Նոյեմբերի 17-ին քաղաքացիությայինը մեդիահարթակը ահազանգեր ստացել Շամլուղի բնակիչ Գագիկ Շահկյանից։ Վերջինս խմբագրություն նկարներ էր ուղարկել ու ասել, որ արդեն 1 տարի է Աղթալայի հանքին պատկանող 4 թունավոր փոչանքներով բարձված մեքենաներն այն տեղափոխում են բաց հանքի տարածք, աղտոտելով ճանապարհն ու շրջակա միջավայրը։ Մեքենաները, որ ֆաբրիկայից այդ պոչը բարձրացնում են բաց հանք, առաջվա բաց հանքի տարածք։ Ուրեմն այդ մեքենաներից թափվում է ամբողջ ճանապարհում։ Ու երեկվա դեպքը մի ամբողջ մեքենան թափվել էր։ Ու տենց այդ ցեխի մեջով մենք գնում ենք գալիս ենք։ Իսկ ընդհանուր անընդհատ որ թափվում է, իրանք չեն մաքրում, ոչ էլ լվանում են։ Անընդհատ այս մեքենայով, այդ նույն մեքենաներով տրորում են, որ շուտ չորացնեն, բողոք չլինի։ Նոյեմբերի 18-ին մեր նկարահանման պահին փոչանքներն արդեն տարածվել էին ավտոմեքենաների միջոցով եւ Շամլուղ տանող ճանապարհի եզրերին դեռ նկատելի էին փոչանքի մնացորդներ։ Ձորով հոսող գետակը, որ խառնում էր դեպետին, եւս պղտոր էր։ Նայած կլեք հանքը աշխատում է անմիջապես հանքանյութը ճանապարհի կողքին, բարձում է ճանապարհի կողքին։ Եղանակները վատանում են, ցեխը այդ նույնն է։ Արևի ժամանակ փոշինա, նույն ասենք, որը ծանր մետաղներ է, բոլորս էլ գիտենք, հանքը շահագործվում է ու 200 քանի տարի շահագործվում է այդ հանքը ու այդ նույն ձևի, ասենք բան է, բայց այս ձևի պահով ասենք ճանապարհին անմիջապես ճանապարհի հետ կապված էլի ճանապարհը այս անմխիթար վիճակում ունի երկար ժամանակա չենք ունեցել։ Շամլուղի հրապարակում հավաքված մյուս բնակիչները խուսափեցին տեսախցիկի առջև խոսելուց։ Տեսախցիկից դուրս ասացին, դեմ չեն կոմբինատի աշխատելուն, բայց պահանջում են, որ աշխատի այնպես, որ չվնասի շրջակա միջավայրը, հետևաբար նաև մարդկանց։ Տարակուսում են, որ չեն պահպանվում տարական կանոնները, օրինակ չեն լվացվում հանքավայրից դուրս եկող բեռնատարների անիվները կամ աղտոտված հատվածները։ Բնակիչների խոսքով այս հարցով դիմել են բոլոր պատկան մարմիններին, առաջարկել են այն հատվածները, որտեղ հանքի մեքենաներն են բեռնվում, գոնե խնամվեն ու մաքրվեն կոմբինատի կողմից։ Մեքենայով որ գնում ես, փոզը նենց բարձանում է, առաջը չի երևում։ Էլ չգիտենք ում դիմենք։ Համայնքապետարան դիմել ենք, նախարարություն դիմել ենք, մարզպետարան դիմել ենք, վարչապետին նամակ տվել ենք։ Ինչ ասես արել ենք, ոչ մի բան չի օգնում։ Ահազանգի վերաբերյալ քաղաքացիությայինի բանավոր հարցմանն ի պատասխան Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը նշեց, որ խնդրից տեղյակ է, բայց այս պահին որևէ մեկնաբանություն տալ չի կարող, որովհետև պատրաստվում է այցելել Շամլուղ եւ անձամբ ծանոթանալ խնդրին։ Համայնքի ղեկավարի մեկնաբանությունը դեպքի վերաբերյալ կներկայացնենք առաջիկայում։ Քաղաքացիությայինը Ալավերդի համայնքի Շամլուղ բնակավայրից։